Արտավազդ երկրորդ։ Արև փոքրիկ հայեր, այսօր ես ձեզ կպատմեմ Տիգրան մեծի որդու, հայոց արքա Արտավազդ երկրորդի մասին։ Պարսկաստանում կրած պարտությունից հետո Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական բանակը մոտենում էր Հայաստանի սահմանին։ Հայերը մեր դաշնակիցներն են։ Եթե հասնենք Հայաստան, կփրկվենք։ Պարսկաստանում կրած պարտությունից հետո ես ուրիշ բան չեմ ուզում։ Միայն հասնենք Հայաստան։ Սրանք հռոմեացիներն են։ Հետաքրքիր է, ինչ է պատահել նրանց։ Ձիավոր ուղարկեք Արտաշատ։ Տեղեկացրեք արքային, որ հռոմեական բանակը մոտենում է մեր հողին։ Սահմանապահների ուղարկած հեծյալը հասավ թագավորանիստ Արտաշատ, տեղեկացնելու մոտեցող բանակի մասին։ Արքա, Մարկ Անտոնիոսը պարտության է մատնվել Պարսկաստանում։ Հռոմեական բանակը փախուստի մեջ։ Հռոմեացիները մեր դաշնակիցներն են։ Մենք պետք է նրանց ապահովենք նունթով և ապաստանով։ Արքա, մենք չենք կարող նրանց բանակը երկար պահել այստեղ։ Ձմեռ է, պաշարները սահմանափակ են։ Մենք չենք կարող լքել մեր դաշնակիցներին, հատկապես երբ նրանք կարիքի մեջ են։ Մենք կկատարենք մեր պարտավորությունները։ Շուտով հռոմեական բանակը հասավ Արաքսգետին և մտավ Հայաստան։ Պահեք կարգը։ Ոչ մի խառնաշփոթ, անցնել գետը կազմակերպված ու համախմբված։ Օրհնված լինեն աստվածներս, մենք ապահով ենք։ Փառք աստվածներին, մենք փրկված ենք։ Արտավազդ արքան ձեզ ուղարկել է ձեզ առաջնորդելու ապահով տեղ։ Նա հրամայել է ձեզ կերակրել, խնամել ու օգնել, մինչև ապահով հասնեք ձեր երկիր։ Փոխանցեք Արտավազդ արքային, որ մենք խորապես երախտապարտ ենք Հայաստանին և նրան մեր կյանքերը փրկելու համար։ Թող աստվածները նրան բարեհաճ լինեն։ Մարկ Անտոնիոսը հպարտ ու գոռոզ մարդ է։ Նա իր պարտությունը հեշտությամբ չի մոռանա։ Մենք կատարեցինք մեր պարտքը։ Հուսանք, որ հռոմեացիները պարսիկների նման երախտամոռ չեն։ Մարկ Անտոնիոսը հասավ Անտիոք։ Նա կանչվեց սենատի առաջ հաշվետվություն տալու։ Դու մեզ հեշտ հաղթանակ էիր խոստացել։ Ինչպես պատահեց, որ պարտվեցիր։ Այսինքն մեծն Մարկ Անտոնիոսը իրոք պարտվեց, և այն էլ պարսիկներից։ Ես հայերի դավաճանության զոհը դարձա։ Արտավազդ արքան չեկավ ինձ օգնության իր զորքով։ Եվ հենց դրա համար ես կգրավեմ Հայաստանը և կպատժեմ Արտավազդին։ Իսկ եթե այս անգամ էլ պարտվես, և այն էլ է հայերին։ Կարողանալով անմիջապես պատերազմ սկսել Հայաստանի դեմ, Մարկ Անտոնիոսը Արտավազդին կանչեց Անտիոք, իբր խաղաղ բանակցությունների։ Բայց Արտավազդը, կանխատեսելով Մարկ Անտոնիոսի խաբեությունը, հրաժարվեց գնալ Անտիոք։ Արտավազդի մերժումից հետո Մարկ Անտոնիոսը զորքը մոտեցրեց Հայաստանի սահմաններին։ Մարկ Անտոնիոսը քեզ հրավիրում է խաղաղ բանակցությունների։ Բայց նա անկեղծ չէ մեր հանդեպ։ Ես էլ չեմ հավատում Մարկ Անտոնիոսին, բայց եթե չգնամ, հռոմեացիները կհարձակվեն Հայաստանի վրա։ Եթե այդպես է, ապա մենք կկանգնենք քո կողքին, կպայքարենք մինչև վերջ, նույնիսկ եթե դա մեր բոլորիս կյանքը արժենա։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ժողովուրդը տուժի իմ պատճառով։ Եթե իմ գնալը փրկում է Հայաստանը պատերազմից, ես կգնամ, թեկուզ դրա գինը իմ կյանքը լինի։ Արտավազդի հռոմեական ճամբար հասնելուն պես Մարկ Անտոնիոսը հրամայեց նրան շղթայել ու տանել Ալեքսանդրիա։ Տեսեք, սա հայոց արքա Արտավազդն է։ Նա այլևս հզոր ու սարսափելի չէ։ Ես ուզում եմ, որ հայոց արքան խոնարհվի իմ առաջ։ Թող բոլորը տեսնեն, որ իմ փառքը անսահման է։ Դու կազատվես Թագուհի Կլեոպատրայի ողորմությամբ։ Պետք է միայն գետնին ընկնես ու խոնարհվես նրա առաջ։
խոնարհվիր իմ մեծության առաջ, եւ ես քեզ կյանք կշնորհեմ։ Ես արտավազդն եմ, հայոց արքայից արքան։ Ես երբեք չեմ խոնարհվի ոչ մեկի առաջ։ Շղթայեք իմ մարմինը, բայց իմ կամքը կմնա ազատ։ Զոհաբերեք արքային, բայց Հայաստանը հավերժ կլինի։ Եվ արտավազդը հայոց արքան, թեև գնաց թշնամու մոտ իր ժողովրդին փրկելու համար, երբեք ու ոչ ոքի առաջ չխոնարհվեց։ Եվ դուք, փոքրիկ հայեր, պետք է լինեք ուժեղ, խելացի ու արժանապատիվ, եւ սիրեք ձեր ընտանիքն ու հայրենիքը,